նախագահ եղած տարիներին լինում էր դեպքեր, որ որևէ երկրի նախագահի, օրինակ, ուղղակի դուք զանգահար էիք, չլներ ինչ-որ մի հարց, չլներ պետական դա արարողակարգի մաս, ինչ-որ բան, կամ իրենք ձեզ զանգահարեին, որ իրար հալից հարցնեիք։ Ազնական հարաբերություններում մի քիմիա կա, ինչ-որ մեկի հետ ստացվում է, մեկի հետ չի ստացվում, չէ՞, դա այն ժամանակ այո, նման կարգի քիմիա ձևավորվել էր Ֆրանսիայի նախագահի հետ, բավական հաճախակ էինք հանդիպում, այն ժամանակ Լեհաստանի նախագահի հետ Կվասնևսկի հարաբերությունները կար, Բուլղարիայի նախագահի հետ լավ հարաբերություններ էր, Պրվանով Գեորգի, Ռուսաստանի նախագահի հետ անկասկած իդեպ Ելցինի հետ եւ շատ ավելի մոտ հարաբերություններ ուղղակի Պուտինի հետ կան, այդպիսի Սլովակիայի նախագահի հետ հետարքիր Շուստեր նախագահի հետ հետարքիր հարաբերություններ էին ձևավորել։ Կարող եմ պատմել, թե օրինակ Դավոսում էր, մենք նույն հյուրանոցում էինք մնացել, ինքը ինձ հրավիրեց իր մոտ, երբ արդեն իր սենյակում, իր հյուրանոցի այդ սենյակում, ասաց մի խմիչք կա, արի փորձենք, փոքր ռումկաներով, դա միայն իմ ծննդավայրում, իմ գյուղում են դա սարքում, մեր շրջանում, ուրիշ աշխարհում այս խմիչքը չկա, ասացի փորձենք, օտարը հասկացա ինչ է, հոնի օղի էր, խմեցի, աս ինչքան ես ուզում դրանից քեզ ուղարկեմ, ասաց ոնց, ասի լսիր, մանկուց եմ ես այդ օղին խմում, չհավատաց, հենց հետ ենք եկել, այդ օղուց Ղարաբաղ խոսացի, Ղարաբաղում ընդունված էր եւ երկու արկը միանգամից ուղարկեցի իրեն եւ բավական ջերմ հարաբերությունները շարունակվել է բավական երկար ժամանակ։ Մեկ անգամ Լեհաստանի նախագահի հետ այց էր պլանավորած, ինքը պետք է գար, հետո զանգեց, ասեց, գիտես, ասեց Ռոբերտ, բանա, ասենց ինչ-որ բաներ կա, այցը հնարավոր է հետաձգենք։ Ու լինում է, ասենց, պետական այց է նախատեսած, կամ պաշտոնական այց, եւ ինչ-որ հանգամանքներ է բացվել, եւ ինքը զանգեց, որ ես հանկարծ չմտածեմ այլ բան կամ չնեղանանք, որովհետեւ պրոտոկոլային ինչ-որ միջոցառումներով պատրաստվել ենք արդեն, ասի մի տարբերակ կա, կներեմ, եթե քո ծնունդը ստեղ անենք։ Ծնունդն էլ 2 ամիս հետո էր։ Հետո եկավ իր ծնունդը ստե նշեցինք, Սևանում միասին նշեցինք եւ հենց իր պաշտոնական այցը իր ծնունդի օրը։ Հենց ընդունեց եւ այսպիսի դրվագներ շատ է եղել։